ուզում եմ խոսալ օծության մասին։ Մի բան, որ չի երևում, բայց երբ որ դա դրսևորվում է, բոլորը 100%-ով զգում են, որ ինչ-որ բան շարժվում է այստեղ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, ամեն անգամ, երբ որ խոսում եմ սրա մասին, ես այս թեման դասավանդում եմ Աստվածաշնչյան դպրոցներում, ու երբ որ սկսում եմ խոսալ սրա մասին, գիտես ինչա տեղի ունենում, մարդիկ սկսում են մտածել։ Մարդիկ սկսում են մտածել, այդ ինչ է այդ օծությունը, հա, որովհետև երբ որ մենք նայում ենք Աստվածաշունչը խոսում է օծության մասին։ Եվ մենք այսպիսի սահմանում ենք տվել օծությանը։ Ուրեմն օծությունը ինչ է։ Օծությունը դա գերբնական կարողություն է Աստծուց տրված համապատասխան աշխատանքը կատարելու համար։ Հա? Պարզա, ինչ է նշանակում օծություն։ Տերը տալիս է հնարավորություն քեզ գերբնական ձևի, որ դու քո առաջ դրված առաջադրանքը կատարես։ Ամեն։ Չգիտեմ, ամեն մեկը ինձ թվում է ձեր առաջ դրված առաջադրանք ունեք։ Բացի այն ինչ որ հայկականը, հա, հայկականը գիտեք, չէ՞ որ նա ամուսնանամ, երեխա ունենամ, տուն սարքեմ, ծախս տնկեմ ու ասում եմ տխուր բաների չենք խոսում։ Այդ տեսիլքի մասին չեմ խոսում։ Աստծո համար ինչ որ բան անելու մասին եմ խոսում։ Ամեն։ Որ Տերը դրել է, օծել է, որ դու գնաս ու ինչ որ բան անես։ Դու հավատում ես, որ քո ծառայությունով ինչ որ բան կարա փոխվի։ Կեսը հավատում է։ Ես հավատում եմ, որ բոլորդ եք հավատում։ Մենք այսօր այս 40-45 րոպեների ընթացքում փորձելու ենք խոսալ դրա մասին ու նայել Աստվածաշնչին։ Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ ձեր համար, լավագույն օրինակը իրական դա Հիսուսն է։ Ամեն։ Հիսուսին նայելով մենք կարանք հասկանանք ինչ է նշանակում օծությունը եւ դա ոնց է աշխատում, ոնց է գործում։ Եվ այդ օրինակին հետևելով մենք գնանք ու հասկանանք արդյոք Տերը օծել է մեզ ինչ-որ բան անելու համար, թե ոչ։ Ուզում եմ ձեր համար կարդալ Եսայի մարգարեության 61-րդ գլխի առաջի խոսքը, կարծում եմ հանրահայտ տեղ է, երբ որ Հիսուսը մտնում է սինագոգա, տաճար, նրան տալիս են Եսայի մարգարեության գիրքը, նա բացում է այստեղը եւ այս խոսքերն է կարդում։ Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ։ Էսի գերբնական բան է։ Տերը օծել էր Հիսուսին, այսինքն տվել էր համապատասխան ունակություն, որ նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին ու վերջ։ Կարդում է այսքանը եւ փակում է։ Մենք հասկանում ենք այս կարդալուց, այս մարգարեությունից, որ Հիսուսը տալիս է լավագույն օրինակը ամեն մեկիս համար։ Ամեն։ Ինչ օրինակ է տալի։ Տերը օծել է ինձ, որ ես գնամ այս բաները անեմ։ Ամեն։ Իսկ եթե մինչև 30 տարի Հիսուսը ոչինչ չէր անում։ Ամեն, բայց կա ճիշտ ժամանակին, երբ որ Տերը օծում է։ Ամեն։ Մենք երբ որ ավետարանները կարդում ենք, հենց այնպես չի, որ ինքը գնում է մկրտվում է, որ յուղը լցնում են իր գլխին, որ ինչ որ բաներ է կատարվում իր կյանքի մեջ, ավետարանների մեջ, երբ որ մենք կարդում ենք, մենք ինչ ենք տեսնում, Տերը օծել է Հիսուսին, որ իմ ու քո համար մահանա։ Եթե Տերը օծված չլիներ, նա չէր մահանա։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Դրա համար Հիսուսի այս օրինակը ինձ ու քեզ մտածելու տեղ է տալիս։ Ինչի կա համապատասխան ունակություն եւ կա գործողություն դրա հետևը։ Ամեն։ Կարևոր է։ Ուզում եմ որ սա պահես մտքիդ մեջ։ Եվ ուզում եմ որ միասին գնանք Մարկոս ավետարան վերջի գլխի վերջի խոսքերը 16-րդ գլուխ 15-րդ խոսքից նայեք ինչ է գրված եւ նրանց ասես գնացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեք ամեն արարածի առաջադրանք հա Հիսուս առաջադրանք տվեց չէ իրեն հավատացողներին ու տեսեք ինչ է մնացածը գրում
ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի եւ ով որ չհավատաց կդատապարտվի։ Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևի իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսան, օձեր վեր կառնեն, եթե մի մահադեղել խմեն նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանք կառողջանան։ Տերը ուղարկում է եւ տալիս է ինչ? Օծում է, տալիս է համապատասխան ունակություն, որպեսզի մարդիկ ավետարանը քարոզեն։ Չի ասում գնացեք ոնց ուզում եք քարոզեք։ Նա ասում է գնացեք ու այս նշանները ձեզ կհետևեն։ Բայց գիտես մենք ինչ ենք մտածում։ Մենք ոնց ենք ուզում։ Մենք ուզում ենք ում համար աղոթենք բժշկվի։ Բայց առաջնահերթությունը ավետարան քարոզելն է, արգելիներս։ Ամեն։ Ձեր ծառայության մեջ միգուցե մեռելներ հարություն կառնեն, բժշկություններ կլինեն, սարեր կտեղաշարժվեն, բայց քո ուշադրությունը դու պիտի պահես կենտրոնի վրա, դա Հիսուսն է ու իր ասած խոսքերը։ Ամեն։ Մենք բոլորս, երբ որ մենք եկանք Հիսուսի մոտ, երբ որ մենք ընդունեցինք Հիսուսին, երբ որ մենք բացեցինք մեր սրտերը նրա առաջ, ասեցինք Հիսուս, մենք մեր սրտով հավատում ենք, հա, որ դու երրորդ օրը հարություն ես առել, մեր բերանով դավանում ենք, որ դու Աստծո միածին որդին ես, Տերը իր որդեգրության հոգին է տալիս մեզ ու օծություն է տալիս մեզ։ Եթե դուք բոլորդ ընդունել եք Հիսուսին, դուք բոլորդ օծյալներ եք։ Լավ է հնչում։ Մի տեսակ դուրդ եկավ, չէ՞։ Ես օծյալ եմ։ Ես էլ եմ օծյալ։ Բայց ուզում եմ հասկանամ, որ ինչի այդ օծությունը սա համապատասխան ունակություն է։ Տերը օծել է ամեն մեկիս, որ մենք գնանք ու ավետարան քարոզենք։ Ամեն։ Տերը մեզ տվել է գործիքներ, բայց մենք այդ գործիքները չենք օգտագործում, հարգելիներս։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Տերը տվել է մեզ ունակություն, բայց մենք չենք խոսում ավետարանը։ Աստված մեզ ուղարկել է մեր բարեկամների մոտ, մեր շրջապատի մոտ, մեր ընկերների մոտ, բայց մենք բերաններս փակում ենք ու Հիսուսի տված ունակությունը չենք դնում գործի մեջ։ Ինչ է դա նշանակում։ Տերը օծել է, մենք ուրախանում ենք, որ այդ օծությունը մեր վրա է, բայց մենք չենք օգտագործում, չենք քայլում համապատասխան այդ օծության։ Դրա համար քեզ ուզում եմ կոչ անել, օգտագործիր բոլոր այն գործիքները, որը Տերը տվել է քեզ, ինձ, ամեն մեկիս։ Ամեն։ Մենք ունենք խոսալու ունակություն, մենք ունենք մարդկանց աչքերի մեջ նայելու ունակություն, մենք ունենք Հիսուսի ավետարանը կարդացել ենք, գիտենք։ Եկեք օգտագործենք այն օծությունը, որը Տերը օծել է մեզ։ Ամեն։ Կան օծություն բոլորիս համար։ Աստծո օծությունը թանկ է Աստծո համար, արգելիներս։ Նա հենց այնպես չի օծում։ Հիսուսին ինչ Տերը հոգին ին վրա է, որ ինչ ան, որ գնամ ու քարոզեմ, փրկեմ, մահանամ, խաչվեմ, բոլորի մեղքերը վերցնեմ ին վրա։ Տերը օծել ամեն մեկիս, որ մենք կարողանանք Տիրոջ առաջ կանգնենք խոսանք։ Տերը օծել ամեն մեկից, որ մենք կարողանանք ձեռքերներս դնենք հիվանդների վրա, աղոթենք ու այդ հիվանդները բժշկվեն։ Ամեն։ Տերը օծել է մեզ, բայց ինչի մենք չենք օգտագործում դա։ Հասկանում ես, Փառաբանության խումբը երգում էր, գիտես իրանք երգողներ չեն, հա, իրանք փառաբանողներ են։ Սարերի ու զորերի տարբերություն կա դրանց մեջ։ Ֆինանսական ծառայողները, երբ որ հավաքում են, գիտես նրանք փող հավաքողներ չեն։ Նրանք ձեր ընծանները վերցնում են ու տեղափոխում են այնտեղ, որտեղ որ պետք է լինի այդ ընծան։ Ամեն։ Ձեր հովիվը ձեր դիրեկտորը չի։ Անգլերեն ասած ձեր բոսը չի։ Նա հովիվ է։ Տարբերությունը մեծ է, հարգելիներս։ Ամեն։ Գիտես, ավետարան քարոզելը մենակ լեզվանիների համար չի։ Ավետարան քարոզելը բոլորի համար է։ Այ դու լեզվից լավ ես, դու քարոզի։ Այս մեկ ամաչկոտ է, ինքը չէ։ Հարգելիներս, սիրեք այն օծությունը, որը որ ձեր վրա է։ Հարգեք այն օծությունը, որը որ ձեր վրա է։ Ամեն։ Ու ոչ միայն ձեր վրայինը, այլ ձեր դիմացինի վրայինը հարգեք։ Կարող է ինքը մի տեսակ է դուրը չի գալիս։ Հա? Մի տեսակ ակցենտով է խոսում։ Կամ չգիտեմ, անպայման չի, որ բոլորը բոլորի դուրը գան, բայց հարգի նրա վրայի օծությունը։ Ամեն, որովհետև Տերը նրան էլ է օծել։
ինչպես որ քեզ ա ուծել։ Դուք հավասար ուծություններ ունեք ավետարան քարոզելու համար։ Ամեն։ Գիտես, ուզում եմ կարդալ նաև Առաջի Հովհաննես 2-րդ գլուխը, հիմա ես բացեմ Առաջի Հովհաննես 2-րդ գլխի 20-րդ խոսքը։ Նայեք ինչա գրում Հովհաննեսը. «Եվ դուք օծություն ունեք այն Սուրբից եւ ամեն բան գիտեք»։ Դուք օծություն ունեք Սուրբից, Հիսուսից։ Հա, բաուրա։ Ինքը չի երևում, բայց ինքը երևում է գործողության մեջ։ Ինքը երևում է այն ժամանակ, երբ որ դու ավետարանս վկայում ինչ-որ մեկին։ Ինքը երևում է այն ժամանակ, երբ որ հիվանդի վրա ձեռք ես դնում ու աղոթում ես։ Ինքը երևում է այն ժամանակ, երբ որ դու զոհաբերություն ու տասանորդ ես տալի։ Ինքը երևում է այն ժամանակ, երբ որ դու համարձակ աղոթում ես։ Ինքը երևում է այն ժամանակ, երբ որ Հիսուսի անունի համար չես ամանչում։ Ամեն, այդ ժամանակը երևում է օծությունը։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Հարգելի սիրի է օծությունը, փայփայի է օծությունը, հարգի է օծությունը, որ Տերը տվել է քեզ։ Ամեն։ Սա այդ օծությունը բոլորիս համար է։ Բայց գիտես, եկեղեցում նաև կան ծառայողներ։ Փառաբանության խումբը, կարգ ու կանոնը, քուրիկը նկարահանումը, ֆինանսիստները, աղոթքախմբերը, գիտես շատ ծառայություններ կան։ Ամեն ծառայող իր օծությունը ունի։ Ամեն։ Ինչ է նշանակում օծություն, ուզում եմ նորից նշենք, որ չմոռանանք, ունակություն, Աստծուց տրված ունակություն ունի։ Մեկը կարող է երգի, մյուսը նվագի, մյուսը գումարները հաշվի, մյուսը շինարարություն անի, մյուսը ավետարանը քարոզի, մյուսը գրքերը տպի, մյուսը ուղղակի կանգնի դռան մոտ ու կարգ ու կանոնին հետևի, որ ոչ մի բան վատ չլինի։ Հասկանում ես ինչի մասին է։ Ունեն չի, որ մեկի օծությունը բարձր է, մյուսինը ցածր։ Մեր բոլորի օծությունը Աստծուց է, հարգելիներս։ Որպես Աստծո զավակներ, մեր բոլորի օծությունը հավասար է։ Բայց նաև մի փոքր ցանկանալու եմ խոսամ ծառայողական օծության մասին։ Մենք երբ որ նայում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ Աստված եկեղեցում դնում է պարգևներ, ծառայողներ, հա, հովիվներ, մարգարեներ, առաքյալներ, ուսուցիչներ, ավետարանիչներ, իրանց օծությունը լրիվ ուրիշ է։ Ամեն։ Դա ավելի բարձր օծություն է, քան թե բոլոր մեր քույրերի եղբայրների օծությունը։ Մենք բոլորս Աստծո զավակներ ենք, մենք բոլորս օծված ենք։ Ամեն։ Բայց գիտես, հովիվի ծառայությունը մի քայլ ավելի բարձր է։ Առաքյալի ծառայությունը մի քայլ ավելի բարձր է։ Ամեն։ Ծառայության պարգևի օծությունը ավելի բարձր է։ Ամեն։ Եվ ինչի եմ սա ասում, գիտես, ուզում եմ ասել, որ դու ոչ միայն պետք է հարգես քո վրայի օծությունը, այլև պետք է հարգես քո դիմացինի վրայի օծությունը։ Ամեն, սիրում ես Աստծուն, սիրի նաև այն ինչ որ Տերը տվել է։ Սիրում ես Աստծուն, հարգիր այն օծությունը, որ Տերը նաև տվել է։ Ամեն։ Գիտես, իմ ծառայողական պրակտիկայի մեջ sense մի հատ ժամանակահատված կար, որ բոլոր ուզում էին հովիվ դառնային։ Ու փառք Աստծո, այդ ժամանակահատվածը անցավ։ Հետո եկավ ուրիշ ժամանակ, բոլորը ուզում էին մարգարե դառնային։ Բոլորը սկսում էին, չգիտեմ, մարգարեական երազներ տեսնեին եւ այլը եւ մտածում են, որ մի անգամից իրանք մարգարե։ Գիտես, ու երբ որ ես խոսում եմ այդ մարդկանց հետ, ուզում եմ ձեր հետ նույնպես խոսալ դրա մասին։ Իսկ գիտես հովիվ լինելը ինչա նշանակում։ Պատկերացում ունես, իսկ պատկերացնում ես մարգարե լինելը ինչա։ Ուզում եմ հասկանաս դա։ Եթե Տերը չոցի, առանց օծության հովիվը, դա հովիվ չի։ Առանց Տիրոջ օծության մարգարե չի։ Ավետարանիչը ավետարանիչ չի, ուսուցիչը ուսուցիչ չի։ Առաքյալը առաքյալ չի։ Բայց երբ որ Տիրոջից գալիս է այդ օծությունը սովորացնում է։ Գիտես ինչա սովորացնում։ Սովորացնում է ավետարանիչներին ավետարան քարոզել։ Կան օծված ավետարանիչներ, որ երբ որ բարձրանում են բեմ, մի երկու խոսք են ասում,
Ոչ թե գեղեցիկ խոսքեր են ասում, այլ այն օծությունը, որ իրանց վրա է, հոսում է դեպի դահլիճ ու կպնում է մարդկանց սրտերին։ Ամեն։ Բարձրանում է բեմ, ոչ թե իր գեղեցիկ խոսքերի պատճառով է, չէ, այն օծությունը, որը իր վրա է, թույլ է տալ այդ օծությունը լսել Տիրոջից, ինչ պիտի անի այդ պահին։ Ու ինչ պիտի խոսա այդ պահին։ Բայց նաև կա պատասխանատվություն։ Ամեն։ Կա նաև պատասխանատվություն։ Ուզում եմ քեզ ասել, որ Աստված սիրում է, այնքան է սիրում մեզ, հա, որ հույս չի դրել մեր ունակությունների վրա։ Ասել է, ես կտամ քեզ ունակություն։ Իմ խոսքերը կդնեմ քո բերանի մեջ։ Ամեն։ Չվախենաս, գիտես, Աստծո մոտ սկզբունքները չի փոխվում։ Հիշում ես, երբ որ Ելիցա առաջի գլուխները կարդում ես, ինչ ես տեսնում, որ Մովսեսին պարապացնում է, որ ուղղակի փարավոնի մոտ։ Կարդացել ես։ Մովսեսը, հայ Աստվածջան, բա գնալու եմ, ինչ ասեմ, ոնց ասեմ։ Այս խառնվելը, գիտես ինչի է նման, որ երբ որ ինչ-որ մեկին ուզում ես ավետարան քարոզես, ու մտքիդ մեջ պայքար է գնում, կլսի, չի լսի, կընդունի, չի ընդունի, կծիծաղի վրա, ձեռ կառնի, թե այս կլն, թե այն նույն վիճակը Մովսեսի մոտ էր։ Ու Տեր ասում է, լսի, Մովսես, ես խառնվել իրար, ես քո հետ եմ, իմ օծությունը քո հետ է, ուզում ես ապացույց, գավազանդ գցի գետնին, բռնի, ձեռքը տար ծոցդ, հանի ծոցիցդ, ու գիտես այդ նշանները, այն նույն նշանները, որը որ գրված է Մարկոսի 16-րդ գլխում։ Գնա քարոզի։ Հիվանդա ձեռքը դիր իր վրա աղոթի։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Հարգելիներս, Տերը չի օծել մեզ, որ մենք ուղղակի այդ օծության տակ ապրենք։ Տերը օծել է մեզ, որ մենք այդ օծության տակ ծառայենք Տիրոջը։ Այն օծությունը, որը որ մեր վրա է, նա սովորացնում է մեզ։ Սովորացնում է մեզ մեր կյանքի ամեն քայլափոխին, ամեն իրավիճակների մեջ։ Ինչի, որ մենք չսխալվենք, որ մենք Աստծո ճանապարհից դուրս քայլ չանենք։ Ես հավատում եմ, որ մենք բոլորը ովքեր որ ստեղ են, չեն ուզենա շեղվել Աստծո ճանապարհից։ Ճիշտ է, չէ՞։ Բայց շեղվում են մարդիկ։ Մենք չենք ուզենա այնպիսի մի հատ կյանք ապրենք, որ Տերը վերջում գա ասի, գիտես, այն ձեռքի պատմությունը գիտեք, չէ՞, հիշում եք, որ հայտնվում է ձեռքը ու գրում է պատին։ Մանե, թեկեղ ու փարսի։ Նույնիսկ դրա թարգմանությունը գիտեք։ Բայց ինձ այդ 4 բառից ամենաշատը գիտես որ նա վախացնում թեկեղը։ Գիտես ինչա նշանակում։ Կշռվեցիր ու թեթև գտնվեցիր։ Օ, դա սարսափելի բան է, հարգելիներս։ Տերը տվել է քեզ, լցրել է քեզ, օծել է քեզ, ճամփեքդ բացել է, դռներդ բացել է, օրհնել է, գերբնական ձևի։ Գնա արա։ Գնա քայլ արա քո օծության համեմատ։ Ինչի, որ այդ օծությունը հոսի ու Տիրոջ անունը փառավորվի։ Դու կարաս քո մասին մտածես, մի պահ կարաս աչքդ փակես, ասես, օհ, Տերը օծել է ինձ։ Ու Տերը տվել է ինձ համապատասխան ունակություն մարդկանց քարոզելու, ավետարանը քարոզելու, մարդկանց վրա ձեռք դնելու, որ հիվանդները բժշկվեն, Աստծո արքայությունը համար վկայելու, ամեն, իսկ մենք ինչ ենք անում, արդյոք մենք քայլում ենք այդ օծությունով, արդյոք մենք ուզում ենք, որ այդ օծությունը գա մեր կյանքերի մեջ, արդյոք մենք ճիշտ ենք վարվում այդ օծության հետ, Տերը մեծ նշանակություն է տալու օծությանը, հարգելիներս, Տերը մեծ զորավոր ձևի ուշադրություն է դարձնում դրան, գիտես, Եսայի 45-ը, երբ որ նայում ես, գրած է Կիվրոսի մասին, հա, իսկ ով էր Կիվրոսը, նա թագավոր էր, Պարսիկ թագավոր էր, որ ապրել է 500 թվականներին Հիսուսից առաջ, Եսայի մարգարեն ապրել է Հիսուսից առաջ 700-ականներին, այսինքն Աստծո մարգարեն 200 տարի առաջ դեռ այդ մարդը ծնված էլ չէր, Տերը խոսում է, գիտես ինչի մասին, Տերը այսպես ասում իր օծյալ Կիվրոսին, մարդը չի ծնվել, հələ թագավոր չի դարձել, բայց Տերը արդեն խոսում է իր օծյալին, գիտես ինչի,
ու հրաման տալ, որ իր Իսրայել ժողովրդի համար ինչ որ բան անի։ Տերը հարգում է նոծությունը, որը որ տալիս այդ մարդկանց։ Ես հավատում եմ, որ ստեղ կան մարդիկ, ովքեր Տերը գերբնական ձևի օծել է։ Գիտես ինչ անելու։ Տիրոջը ծառայելու։ Ամեն։ Ես չգիտեմ ինչ ծառայության մասին է խոսքը, բայց Տերը օծել է մարդկանց տեղ, բայց դու չգիտես ինչի sense մի տեսակ հետ ես կանգնում, թե չես ուզում ամբողջությամբ մտնես այդ ծառայության մեջ։ Գահ Տերը օծել է քեզ, որ դու աղոթող լինես, չգիտեմ։ Հա? Միգուցե Տերը օծել է, որ դու ֆինանսող ծառայես Տիրոջը։ Միգուցե Տերը օծել է քեզ, որ դու մխիթարող լինես։ Դες ինչ է նշանակում մխիթարող։ Դա շատ ուժեղ ծառայություն է։ Շատ զորավոր ծառայություն է։ Գիտես, կինս տարիներ շարունակ խորհրդատվություններ անցկացնում կանանց հետ։ Երբ որ ամենաբարդ իրավիճակներն ա լինում, հովիվ Արմեն Լուսյանը զանգարում ասում է Լիանա ջան, կարաս մի հատ հանդիպես ես կնոջ հետ։ Կաոծություն։ Երբ որ բժշկություն ա բերում մարդկանց կյանքերի մեջ։ Կաոծություն, որը որ բերում ա փոփոխություն մարդկանց կյանքերի մեջ։ Ամեն։ Գիտես, կա լսողի օծություն։ Այնքան հետաքրքիր մի եղբայր մի օր վկայում էր, ասում էր գնացի մեկի մոտ այնքան վատ վիճակի մեջ էր, ասում եմ նստեցի ու 3 ժամ այդ մարդը խոսած ու 3 ժամ ես լսեցի։ Ու վերջում ասում էր, լսի, շնորհակալ եմ քեզ քո օգնության համար, բայց ես բան չեմ ասել։ Հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Միգուցե քո ներկայությունը այդ մարդու կյանքի մեջ։ Քո մի խոսքը, մի ժպիտը, հա, մի աղոթքը, մի այցելությունը կփոխի այդ մարդու կյանքը։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, մի նայիր օծյալ, հովիվ, գիտես ինչը բոլորը ձգտում են բեմ։ Բեմից են կոմել ծառայություն կա, հարգելիներս։ Ամեն։ Ու Տերը օծում է այդ մարդկանց, ովքեր բոլոր ծառայությունների մեջ են։ Հալելույա, փառք Աստծուն։ Ավելի լավ է Տերը ինձ ասի, ապրես Արսեն, դու արեցիր այն ինչ որ ես քեզ ասել էի, քան ասի լսի, դու արել ես բաներ, որը որ ես քեզ չեմ ասել։ Հասկացի ինչ է ասում Տերը քեզ։ Ամեն։ Հասկացի Տերը ինչ է ուզում, որ դու անես։ Լավ։ Ու դա կլինի ամենագեղեցիկ ու գերազանց բանը քո կյանքում, որ դու կկատարես Աստծո համար։ Պողոսն է մեծ, թե Պողոսի համար աղոթող մարդը։ Երբ որ ձյուց ընկավ, ասես մտի Դամասկոս, ես այնտեղ մարդ ունեմ, քո համար կաղոթի։ Բոլորը Պողոսի անունը գիտեն։ Բայց այն մարդու անունը, որ աղոթել էր Պողոսի համար, ու վերջ, մի անուն, ու վերջ, չգիտեին, ով էր, ինչացու էր, բայց Տերը ճանաչում էր իրան, ամեն, ես ուզում եմ խոսալ քեզ, որ Տերը ճանաչում է քեզ, ու ուզում է, որ դու լինես այն ինչի համար, որ ինքը դրել է քեզ, ամեն, գիտես, կա ժամանակատված, որ պետք է ուղղակի ժամանակը տաս ընտանիքին, երեխաներին, բայց կա ժամանակ, որ դու ամբողջությամբ նվիրվես Տիրոջը ծառայության, ամեն, կա ժամանակ, որ դու ամբողջությամբ պետք է մտնես ծոմի ու աղոթքի մեջ, բայց ժամանակ կա, որ ուղղակի պետք է աղոթես, ժամանակ կա, որ ուղղակի պետք է գաս եկեղեցի նստես ինչ-որ տեղ, որտեղ որ ուզում ես, բայց ժամանակ կա, որ դու արդեն պիտի ծառայության մեջ լինես, ամեն ինչ իր ժամանակ ունի, ամեն ինչ իր ժամանակ ունի, արգելիներս, ու Տերը օծում է ամեն մեկին իր ժամանակի համար, ամեն, ես վերջում աղոթելու եմ, կոչ եմ անելու, որ մենք աղոթենք, որ Տերը բացի քո կոչումը, հա, ինչի մեջ է Տերը ուզում քեզ կանչի, ինչ օծություն է տալիս քեզ, բացի ավետարան քարոզելու, հա, խնդրում եմ, երբեք բերանը չփագես ավետարան քարոզելու համար, ամեն, ինչի, որտեվ Տերը օծել է քեզ արդեն, բայց Տերը նաև օծել է քեզ ուրիշ բաների համար, հալելույա, փառք Աստծուն սրա համար, ուզում եմ մի փոքր խոսալ
Հովվի օծության մասին։ Գիտես, բոլորը հովիվներին տեսնում են բեմի վրա։ Բայց գիտես ինչա բեմից ենկում։ Հարաբերություններ Աստծո հետ։ Ամեն։ Դու քո համար ես չի աղոթում, բայց հովը մենակ իր համար չի աղոթում։ Աղոթում ամբողջ եկեղեցու համար։ Աղոթում է եկեղեցու ծառայողների համար։ Աղոթում է նոր մարդկանց համար։ Աղոթում է եկեղեցու անունի համար։ Աղոթում է եկեղեցու սրբության համար։ Աղոթում է եկեղեցու զորեղանալու, ուժեղանալու համար։ Ամեն։ Իսկ դու ինչ ես աղոթում։ Տեր օրհնիր ինձ, իմ տունը, իմ աշխատանքը, եթե մնացած պոչերը հանես, ասում է ես, իմը, ինձ։ Ես, իմը, ինձ, ես, իմը, ինձ, 3 անգամ։ Ու սա քո աղոթքն է։ Բայց ծառայողների աղոթքը հարգելինս ուրիշ է։ Դրա համար այն օծությունը, որ իրանց վրա է, խնդրում եմ, որ դու հարգես, ու դու պատիվ տաս։ Ամեն։ Ինչի, որովհետև լավ, եկեք մի քանի տեղ նայենք իրար հետ։ Եկեք Եբրայեցիս 13-րդ գլուխը նայենք։ Եբրայեցիս 13 17-րդ խոսքը այսպես է գրում հեղինակը. ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդեցեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այն եւ ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չէ։ Լսեք, ես առաջի մասը ոնց որ կարդացել էի։ Հա? Այ բայց երկրորդ մասի վրա ուշադրություն չի դարձրել։ Որոշ մարդիկ տենց են ասում։ Ուզում եմ նորից կարդալ. ականջ դրեք ձեր առաջնորդներին ու հնազանդ եղեք նրանց։ Ու բոլորը ուզում են առաջնորդ լինել։ Ինչի? Որ բոլորը լսեն իրանց եւ հնազանդ լինեն։ Բայց լսի, երկրորդ մաս կա ստեղ։ Նրանք հսկում են ձեր հոգիների համար։ Հասկանում ես? Սա հոգևոր պատասխանատվություն է, արգելիներս։ Ու եթե օծությունը չկա, դու սկի քո հոգու համար չես կարող հսկես։ Հասկանում ես ինչի մասին է։ Գիտես, հովիվի ծառայությունը կամ ծառայության ավագի ծառայությունը կամ ծառայողները, գիտես ինչա, նրանք գին են վճարում ամեն անգամ։ Նրանք գին են վճարում, որ դու գաս, հանգիստ նստես, ծառայությունը վայելես, Տիրոջ ներկայության մեջ լինես, ամեն, վերցնես միգուցե քո բժշկությունը, այդ օրվա քո խոսքը ու դու գնաս։ Բայց գիտես ինչ եմ ուզում քեզ ասել, հարգիր օծությունը։ Այս վերջերս դա ոնց որ դիֆիցիտ է դարձել։ Հարգանքը օծության նկատմամբ։ Տերը գնահատում է դա։ Ամեն։ Գիտես, այնքան հաճելի բան է Տիրոջից լավ բան լսելը։ Տիրոջից լավ բան լսելու համար դու պետք է ճիշտ ապրես։ Ճիշտ ապրելու համար դու Աստծո հետ փոխհարաբերություն ունենաս։ Ամեն։ Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու համար դու պետք է ժամանակ տրամադրես։ Ժամանակ տրամադրելու համար դու պետք է ժամանակը ոնց որ Հիսուս ասում է ծախու առնես։ Ամեն։ Հիսուսը հենց այն ժամանակ, երբ որ ինտերնետ չկար, ոչ մեկ էլ հեռախոս չուներ։ Հա? Որ ժամանակը շատ էր։ Ինքը ասում է ժամանակը ծախու առեք։ Ու հիմա երբ որ խոսում ես մարդկանց հետ, ասում ես ջան, ժամանակ չունեմ։ Լուրջ ժամանակ չկա։ Հիսուսը գիտեր որ ժամանակ չի ուներ։ Դրա համար ասում էր մի քիչ ինտերնետ մտի։ Այս բութդ հոգնել է արդեն, այս մի բթով գոնե թերթի հեռախոսը։ Հասկանում ես։ Ամեն ինչ զոհ է պահանջում հարգելիներս։ Եթե մենք մեզ չզոհենք, մեր ժամանակը չդնենք, մենք իրականում ժամանակ չենք ունենա Աստծո համար։ Գիտես, հաճախ խորհուրդ կտամ, երբ որ տարիքով մեծ մարդ լինի, հələ նստի հետը խոսա։ Ու առաջի հարցը ասա. հայրիկ ջան, մայրիկ ջան, կյանքդ ո՞նց է անցել։ Գիտես պատասխանը որն է։ Մի ակնթարթում։ Չհասցրեցինք հասկանայինք, որ ապրում ենք։ Չհասցրեցինք այս կյանքի բարիքներից օգտվել։
չհասցրեցինք, աշկերտես փակեցինք, բացեցինք, արդեն 60, 70, 80, 90 տարեկան է։ Հիսուսը հենց դրա մասին է ասում, որ այս մեր կյանքը կարճ է։ Այդ կարճ կյանքի ընթացքում մենք պիտի հասցնենք Տիրոջը ծառայել։ Մնացած բոլոր բաները Տիրոջը ծառայել։ Քայլել Աստծո ճանապարհների մեջ, գնալ նրա հետևից, բաց չթողել։ Ամեն։ Գիտես, ես խորհուրդ եմ տալի այս բանը, պետք չի ժամանակավոր հաճույքների պատճառով բաց թողնել հավիտենականությունը։ Այնքան, sense ռուսեն ասում, այնքան աբիդնի է դա։ Sense ամբողջ կյանքդ անում ես, մեկ էլ հոպ, դռները հենց քթիդ առաջ փակվում են երկնքի արքայության։ Պետք չի, հարգելիներս։ Ամեն։ Ես տարբեր եկեղեցիներում քարոզում եմ, խոսում եմ տարբեր թեմաներով, մեղքիկը, sense ասեմ, քեզ հեռացնելու Աստծուց։ Ամեն։ Մի օր այդ մեղքիկը փոքր, ընկնելու է ոտի տակ, ու դու ընկնես sense գլխի վրա ու քթերիցդ արուն հոսի։ Մեղքիկը։ Գիտես որ մեղքիկը քո ամենասիրած։ Քրիստոնյաները ունեն ամենասիրած մեղքերը իրանց։ Դու կասես հովես ինչ ես ասում։ Հələ ուշադիր նայ քո կյանքին։ Ու գիտես մեղքերը Տիրոջ օզությունը կանգնացնում են քո կյանքում։ Տերը ուզում է քեզ բարձրացնի, բայց այնքան ծանր ես դու մեղքերով։ Թվարկեմ մեղքերը, թե գիտեք։ Հա? Թվարկեմ հով ջան, հա? Գիտես, այն մի քանի հատ բան կա, այն հայտնի։ Ասում դու ես ոչ ես եմ, ոչ էլ են։ Չեմ ուզում ուղակի ասեմ։ Բայց գիտես, եթե դու չներում ունես քո կյանքում, դա բռնելու է քո կոկորդից։ Ես գիտեմ գնալով լուռա լինելու դահլիճը, բայց ուշադիր լսի։ Եթե դու ծաղրում ես ուրիշներին, բամբասում ես ուրիշների համար, բերանից հետ ամպիտան խոսքեր է դուրս գալ ուրիշի հասեին, դա խանգարելու է քո ուսուցանը։ Դա քեզ հեռացնելու է Աստծուց։ Ամեն։ Եթե դու չներում ունես ու ատելություն ունես քո ներսում, մյուս մարդկանց նկատմամբ, ինքը քեզ ուտելու է ներսից։ Թույլ ես ժպտամ, դու լուրջ դեմքով նայի։ Այն մեղքը, որը որ չես կարողանում հրաժարվել, ինքը քեզ գրավել արդեն։ Դու կարիք ունես ազատագրման։ Դու կարիք ունես, որ գաս հովիտ մոտ ու խոստովանես։ Որոշ մեղքեր կա, որի համար պետք է ծոմ պահես։ Ուզում ես Տիրոջը տեսնել, սուրբ ապրի։ Ուզում ես Աստծո հետ քայլել, բերանդ մաքուր պահի։ Ուզում եմ քո համար կարդալ մի տեղ։ Իմ ամենասիրած տեղերից մեկն է սա։ Մաղաքիա մարգարեության 3-րդ գլխի 16-րդ խոսքը։ Ուշադիր լսիր։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, ու Տերը ականջ դրեց ու լսեց։ Լսում ես? Եվ հիշատակի գիր գրվեց նրանց առաջին Տերից վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար։ Հիմա մեր բառերով։ Երբ որ հավատացյալները հավաքվում են իրար հետ ու սկսում են խոսալ, Տերը ատեղա ու ականջա դնում ու լսում է։ Լսում ում մասին եք խոսում, ինչ եք խոսում, գովում եք, թե ցածրացնում եք, ավելի ուրիշ բարել կա, չեմ օգտագործի դրանք, ինչ ես խոսում, Տերը լսում է, ինչի ես բամբասում ուրիշից, Տերը լսում է, ու ոչ միայն լսում է, Աստծո խոսքը ասում է, որ մի հատ գիրք է գրվում, Աստծուց վախեցողների համար, ամեն, բերանները մաքուր պահեք հարգելիներս, բերանները թող օրհնություն դուրս գա, Տերը երբ որ նայում է քեզ, հավատում է քեզ, ու գիտես ինչ է ասում, ասում է արդարի օրհնությունով քաղաքը կշինվի,
Այսինքն երբ որ դու օրհնես քո քաղաքը, քո գյուղը, քո այդ խոսքը զորություն է ունենալու ու Տերը օրհնելու է։ Բա ի՞նչ է դուրս գալի մեր բերանից։ Ուզում եմ մտածել սրա մասին։ Այսա կփոխի քո կյանքը։ Ամեն, սա կփոխի քո կյանքը։ Ինչ ես խոսում քո ընտանիքի մասին։ Ինչ ես խոսում քո երեխեքի մասին։ Ինչ ես խոսում քո աշխատավարձի մասին։ Ինչ ես խոսում ընդհանրապես։ Հա? Ատելությունով ես խոսում, զզվանքով ես խոսում, թե բերանից հետ օրհնություն է դուրս գալի։ Տեր, շնորհակալ եմ ես փոքր, բայց իմ աշխատավարձի համար։ Շնորհակալ եմ Տեր այս երեխայիս համար։ Շնորհակալ եմ Տեր ծնողիս համար։ Շնորհակալ եմ թոռնիկիս համար։ Ինչ է դուրս գալի մեր բերանից։ Ինչ որ դուրս է գալի հարգելիներս կարա փոխի մեր կյանքերը։ Ամեն։ Ուզում ես ուրիշ հարցեր տամ։ Ինչ ես խոսում քո հովվի մասին։ Երբ որ ինքը տեղ չի։ Դες հովվի մասին էլ ոչինչ, հովվի կնոջ մասին ինչ ես խոսում։ Հարգելիներս, այս այնքան լուրջ է։ Ամեն, որովհետև մեղքը քրիստոնյաների համար դարձել է ապրելակերպ։ Մինչև մեկի միսը չուտեն չեն հանգստանում։ Մինչև մեկին չբամբասեն, այդ օրերը օր չի։ Հասկանում ես, որ ասում են, գիտես, ես ուզում եմ, այս բանը, այն բանը, ես օծված եմ, ես օծյալ եմ, օծյալի բերանից մաքուր խոսքեր է դուրս գալիս։ Հիմա դու որոշի դու օծյալ ես, թե օծյալ չես։ Մի հատ ուրիշ բան էլ ասեմ, անպայման ուզում սրա մասին ասել, ու հետո արդեն կամփոփեմ։ Որոշ քրիստոնյաներ մտածում են, որ երբ որ Տերը օծեց իրանց, ել վերջ, ոչ մեկ չի կարող այդ օծությունը իրանցից վերցնի։ Գիտես, ուզում եմ քեզ սենց բան ասել, Աստծո խոսքն է ասում, օծյալից օծությունը կարա հեռանա։ Դու քայլում ես, քիչ օծությունը քեզանից գնում է։ Հիշում ես Սավողին, թագավորած գրքերը։ Ինչի գնաց անհնազանդության պատճառով։ Ոչ գողություն էր արել, ոչ էլ անբարոյականություն էր արել։ Անհնազանդ էր եղել Տիրոջը։ Տիրոջ մարգարեն եկավ ասեց կեթաս, բոլորին կսպանես, ոչ մի բան չվերցնես, ինքը գնաց ու որոշեց, որ պիտի պարարտ եզներին բերի, ու մարգարեն նորից եկավ ասեց, լսի, բայց չէ որ Տերը քեզ ասեց։ Ինչի դրանք բերեցիր։ Ու գիտես ինչ ասեց, ասում եմ, բերել են, որպեսզի զոհ մատուցեմ Աստծուն։ Սուրբ ինչ որ բան է ուզում անի։ Հենց այդ պատճառով էլ շատ հայտնի խոսք է Աստվածաշնչում, միգուցե դու լսած կլինես։ Մարգարեն ասում է հնազանդությունը զոհից ավելին է։ Տերը մեզանից պահանջում է հնազանդություն։ Ինչի, որ Տերը էլ ավելի բարձրացնի մեզ։ Ոչ, օծությունը կգնա մեզանից։ Գիտես, ամենալավ օրինակը, ամենայն դեպս Աստվածաշնչում, երբ որ նայում ես, դա սատանան է։ Երբ որ կարդում ես, հիմա ես ասեմ, բայց չեմ կարդա տեղերը, դու կարող ես քո մոտ գրել, դու կարող ես Եզեկիել 28-րդ գլուխն է, կարաս ուղղակի ես ասեմ, կարաս գրես քո մոտ, Եսայի 14-րդ գլուխն է կարաս կարդաս, Եզեկիել 28-րդ գլուխը, գրած է սատանայի մասին, գրած որ դու ինքը մոտ օծված քերով բեր երկնքում, օծված, ուզում եմ օծված բառի վրա շեշտադրում անեմ, բայց անհնազանդության պատճառով, մեղքի պատճառով, հա, որտեղ Աստվածաշունչը խոսում է, որ նրա մեջ անօրենություն գտնվեց, Երնավայր ընկավ, գիտես, զորավոր քերով բեր ինքը, օծված, ու գիտես, Աստվածաշունչն է, երբ որ նայում ես, այնքան մարդիկ կան, որ զորավոր օծված մարդիկ են եղել, բայց գնացել է օծությունը իրանցից։ Չեմ ուզի, որ մեզանից ինչ որ մեկից օծությունը գնա հարգելիներս։ Դա սրբությունդ պահի։ Սրբությունդ պահի։ Հայտնության 7 եկեղեցիներից Սարդեսի եկեղեցուն, երբ որ կարդում ես, Տեր ասում է, լսի, քո մոտ մի քանի հոգի ունես, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Նշանակում է մյուսները կեղտոտեցին։ Տերը մեզ սպիտակ հանդերձներ է տալի հոգևոր ձևի։
Երբ որ մենք գալիս ենք, ապաշխարում ենք Աստծո առաջ, Տերը իր արյունով մաքրում է մեզ բոլորիս։ Սպիտակացնում է, սպիտակ հանդերձներ է տալի հոգևոր ձևի։ Բայց գիտես, եկեղեցուն ասես լսի, մի քանի հոգի են, որ իրանց հանդերձները չեն կեղտոտել։ Ու Տերը գովում է այդ մի քանի հոգուն։ Ու Տերը պատվում է այդ մի քանի հոգուն։ Եվ ասում են, նրանք իմ հետ ման կգան։ Ուզում ես Հիսուսի հետ ման գաս, սա է ճշմարտությունը։ Ամեն, կա ֆիզիկական օրենք եւ կա հոգեվոր օրենքներ։ Օրինակ, մենք ֆիզիկական օրենքները չենք խախտում ոչ մի ձևի։ Չէ՞, չենք խախտում, չէ՞։ Օրինակ, երկրի ձգողականության ուժը մենք չենք խախտում ոչ մի ձևի։ Ասենք չենք բարձրահարկի կտուրը ու ասենք հələ տերանք այդ օրենքը գործում է թե չէ։ Ու չենք թռնում ներքև։ Ինչի՞, որտեղ մենք կվնասվենք։ Նույն ձևի հոգևոր օրենքներ կան հարգելիներս։ Մի փորձի։ Հələ մի հատ էս մեղքը գործեմ տենամ ինչ արնելու հետս։ Օծությունը գնալու է քեզանից։ Աստծուց հեռանալու ես։ Անպայման չի, որ մենք գլխով խփենք պատին հասկանանք, որ դա ցավոտ է։ Ամեն։ Քեզ կոչ եմ անում, որովհետեւ միասին աղոթենք հիմա։ Ուզում ես աղոթենք։ Աղոթենք, որ Տերը այլ ավելի պարզ բացի մեր աչքերը, մենք հասկանանք օծության արժեքը եւ օծյալների հետ վերաբերվելու արժեքը։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Նվագոր։ Ուզում եմ, բայց մինչև աղոթելը մի քանի րոպե մտածես սրա մասին։ Տեր, ինչի մեջ ես ինձ կանչել։ Տեր, իսկ ես ինչ պիտի անեմ քո համար։ Արդյոք իմ ծառայելու ժամանակն է։ Արդյոք ես իմ պահն է, որ ես պիտի անկեղծ լինեմ քո համար, քո առաջ։ Տերը հարգում է այն օծությունը, որ տվել է քեզ։ Ուզում է, որ դու էլ հարգանքով վերաբերվես դրան։ Տերը հարգում է այն օծությունը, որ տվել է ձեր հովիվներին։ Ուզում է, որ դուք էլ հարգանքով վերաբերվեք։ Անպայման չի ֆիզիկապես իրանք ձեր դուրը գան։ Բայց այն օծությունը, որ իրանց վրա դուք պետք է հարգեք դա։ Ամեն։ Եկեք փակենք աչքերներս, լեզուներով եկեք աղոթենք մի քիչ։ Հալելույա Լորդ։ Լեյես սիարավու բախալեյես տրակալիա ռաբախալեյ գդեհեյս։ Դիես սորաբալդեյա խալախանդա շիարաբալավու բախալեյ գդեհեյս։ Տեր Աստված, մենք բոլորս հիմա քո առաջ ենք, Տեր։ Դու գիտես մեզ ներսից ու դրսից։ Դու գիտես մեր սրբությունը, Տեր։ Ու դու գիտես մեր մեղքերը, Տեր Աստված։ Դու գիտես մեր առավելությունները, Տեր Աղքա։ Ու դու գիտես մեր թերությունները, Տեր։ Տեր Աստված, մենք գիտենք, որ դու ես մեզ ընտրել։ Մաքրել ես քո արյունով։ Որդեգրության հոգի ես տվել մեզ, Տեր։ Մեր անունները գրել ես կյանքի գրքի մեջ։ Ողորմություն ես արել մեզ, Տեր Աստված։ Եվ մեր համար հրաշալի ապագա ես պատրաստել։ Երկնքում մեզ բժշկել ես շատ անգամներ, Տեր։ Մեր ձեռքից բռնել ես ու անցկացրել ես մեզ քո դժվարությունների մեջից։ Քո խոսքը վահան է եղել մեր համար։ Քո Սուրբ Հոգին մխիթարել է մեզ, երբ որ դժվար է եղել մեր համար, Տեր։ Դու առաջնորդել ես մեզ, Տեր, մեր հետ ես եղել, երբ որ մենք կրակների մեջով ենք անցել։ Դու մեր հետ ես եղել, երբ որ ջրերն են մեզ ուզեցել ծածկել, Տեր Արքա։ Ու դու մեզ հանել ես, Տեր։ Դու մեզ հանել ես դժվարություններից, Արքա։ Տեր Հիսուս, այսքան բաներից հետո մենք մեզ սրտերի գոհությունն ենք բերում քեզ, Տեր։ Մեր շնորհակալությունն ենք բերում քեզ, Տեր Արքա։ Բայց մենք նաև ուզում ենք, Տեր, որ դու օրհնես մեզ այսօր։ Հասկացնես մեզ քո օծությունը, Տեր։ Այն օծությունը, Տեր, որ Հիսուսի վրա էր։ Այն օծությունը, Տեր, որ աշակերտների վրա էր։ Այն օծությունը, Տեր, որ հին ուխտում էր։ Այն օծությունը, Տեր, որ եկել հասել է մեզ, Արքա։ Այն օծությունը, Տեր, որ սովորացնում է մեզ։ Այն օծությունը, Տեր, որ հիշացնում է մեզ։ Այն օծությունը, Տեր, որ քաղցր է մեր քիմքին։
Էնոցությունը Տեր, որի կարիքը մենք ունենք։ Մենք խնդրում ենք քեզ արքա, Սուրբ Հոգի, բացիր մեզ Տեր, բացիր մեր աչքեր արքա, որ մենք տեսնելով տեսնենք ու տեսնենք Տեր։ Որ այն խոսքերը, որի մասին Հիսուսը ասում էր, որ տեսնելով կտեսնեն ու չեն տեսնի, մեզ չվերաբերվի արքա։ Տեր Հիսուս, բացիր մեր ականջները, որ մենք լսելով լսենք ու լսենք Տեր։ Հալելույա Հիսուս։ Տեր Աստված, մենք այնքան ունենք քո հպման կարիքը։ Մենք այնքան ունենք քո մի ժպիտի կարիքը Տեր։ Մենք այնքան ունենք Տեր քո մի հայացքի կարիքը։ Մենք այնքան ունենք քո մի հանդիպման կարիքը Տեր։ Մենք այնքան ունենք քո մի խոսքի կարիքը Տեր Աստված։ Օ Տեր, մենք քո կարիք ունենք։ Օ Տեր Աստված, դու ես մեր կարիքը։ Տեր Աստված, հալելույա։ Սուրբ Հոգի, շարժվիր այս դահլիճում Տեր։ Ու հիշացրում ես Տեր։ Օծիր մեզ, քո թարմոցությունը թող գա Տեր Աստված։ Օ քո թարմոցությունը յուրաքանչյուր մարդու վրա Տեր։ Քո թարմոցությունը ծառայողական թիմի վրա Տեր։ Քո թարմոցությունը հովների վրա Տեր Աստված։ Էնոցությունը Տեր, որ երկինքը կբացի ու երկինքը իջացնի այստեղ։ Այնոցությունը Տեր, որ երբ որ դա գործի մեջ դրվի, ֆիզիկապես կդրսևորվի Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ Սուրբ Հոգի։ Տեր Աստված, ամեն մեկիս կպի, ամեն մեկիս Տեր, մենք քո կարիք ունենք Տեր։ Մեր ուշադրության կենտրոնում դու ես Հիսուս։ Հալելույա Տեր Աստված։ Հալելույա քեզ Տեր արքա։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր Աստված։ Մենք հավատում ենք արքա, որ դու ամեն մեկիս մեջ մի նոր գործ ես սկսել Տեր։ Եվ մենք հավատում ենք, որ այդ գործը դու կհասցնես մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Եվ այդ գործը զորավոր գործ է Տեր, որտեղ դա քո գործն է Տեր, որտեղ դա քո Սուրբ Հոգու միջոցով արքա։ Հալելույա Հիսուս։ Տեր Աստված, դու գիտես մեր ներսի ցավերը, դու գիտես մեր կոտրած սրտերը Տեր, դու գիտես մեր ներսի վերքերը Տեր Աստված, դու գիտես անհաջողությունները մեր կյանքերի, դու գիտես ամեն բան մեր համար Տեր, մենք այդ ամենը հիմա բերում ենք քո առաջ, դնում ենք քո ոտքերի Տեր, եւ ասում ենք Տեր Աստված, օրհնիր մեզ, օծիր մեզ, առաջնորդիր մեզ, բժշկիր մեզ, փոխիր մեր ներսը Տեր արքա, Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա քեզ արքա։ Շնորհակալություն քեզ Տեր։ Շնորհակալություն քեզ։ Եկեք մի երգ վերցնենք։ Ուղղակի բասմի թողես նուրբ ցենց շատ նուրբ օծություն է։ Ուղղակի վայելի Աստծո ներկայություն, ուղղակի խոսա Տիրոջ հետ։ Հալելույա քեզ Հիսուս։